մեղավորներին։ Այսօր IPV-ի հյուրն է Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Մարտիրոսյան, դուք այսօր ակամա մասնակից եք եղել այս բախմանը։ Ինչպես եք գնահատում ընդհանրապես իրավապահ մարմինների գործունեությունը։ Նախ որքան էլ ըստ էության միջադեպի անմիջական մասնակիցը եղած եմ եւ բռնության դժողներից մեկը լինեմ, այնուամենայնիվ ցավում եմ մեր ոստիկանության համար, որովհետև քաղաքագետների, իշխանության ներկայացուցիչների սխալ քաղաքականության արդյունքում իրենք են, որ պատասխան է կարծեք թե տալիս եւ ոչ թե իշխանությունները եւ ես տեսնում եմ, որ իրենք եւս նույն քաղաքացիներն են, ինչ որ մեր մնացած քաղաքացիները, ուղղակի այնտեղ կան մի քանի անձինք, որոնք ուսադիրներ են կրում եւ տեղյակ լինելով կամ տեղյակ չլինելով օրենքին եւ իրենց վրա դրված պատասխանատվությանը օրինազանցություն են իրականացնում։ Պետք է նշեմ, որ արդեն ոստիկանությունը մի հայտարարություն է տարածել, իբրև թե մենք ենք սադրել դա, բայց ինչպես ասում են, բարեբախտաբար երևի թե բավականին լրատվամիջոցներ կային այդ պահին եւ ամբողջը նկարահանվել է եւ կայքեջերում կա մեր քաղաքացիները շատ հանգիստ նաեւ իրավապահ մարմնի ներկայացուցիչները կարող են այդ կադրերը տեսնել եւ հստակ որտեղից հստակ երևում է, որ ոստիկանները առաջինը սկսեցին եւ իմ հորդորները կա, որ քաղաքացիներին չկպնեն եւ իմ հորդորները կա, որ падգամավորները անձեռնամխել են իրավունք չունեն կպնել, բայց այդ ամբողջը իրենք հաշվի չառան եւ անցան բիրտ ուժի կիրառմանը։ Ցավոք սրտի մենք նախկինում էլ տեսել ենք, որ երբեմն ոստիկանները օրենքի շրջանակներից դուրս են եկել եւ փորձել են խոչընդոտել խաղաղ բողոքի ակցիաները, հատկապես այս վերջի ժամանակահատվածում վրացական համարանիշներով վարորդների հետ կապված եւ Գյումրիում եւ Վանաձորում, բայց բոլոր այդ վայրերում ընդհանրապես իրենք բիրտուժ գոնե չեն կիրառում։ Այս դեպքում փետրվարի 28-ին արդեն Երևանի քաղաքապետարանի առջև բիրտուժ կիրառվեց եւ այս քանի օրերի ընթացքում, քանի որ իրենք պատիժ չկրեցին, այսօր արդեն շարունակեցին նույն հենց այդ բիրտուժի ցուցադրության շարունակությունը։ Հույդան պահանջում է մեղավորներին պատասխանատվության ենթարկել եւ իրավական գնահատական տալ կատարվածին։ Դուք դատական ատյաններ դիմելու եք, օրինակ մենք արդեն եթե մեր հայտարարությունը կարդացել եք, սույնով մենք սա որպես պաշտոնական լրատվամիջոցների միջոցով հաղորդում է, բայց կոնկրետ դատախազություն դիմել է։ Բնականաբար ամեն ինչ իրականացվելու է եւ օրենքով սահմանված է նաեւ որ լրատվամիջոցով էլ կարող է հաղորդում տեղի ունենալ, ինչը նաեւ մենք ասել ենք, որ սա կոնկրետ որպես հաղորդում արդեն ընդունել։ Այնպես որ ցանկության պարագայում իրենք արդեն բնականաբար հիմքեր ունեն եւ այն կադրերը, որ գոյություն ունեն, արդեն հստակ ցույց են տալիս, որ կային մի քանի ոստիկաններ բարձրաստիճան, ցավոք սրտի, որոնք падգամավորին, որը դեմ է քվեարկել կոնկրետ ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր անցկացնելու մասին օրենքին, եւ ես գիտեմ ինչու եմ դեմ քվեարկել, ոստիկանը ինձ բացատրում է, թե այդ օրենքը ինչպես է կազմված եւ ինչ օրենք է ներկայացնում։ Այսինքն տեղյակ էին անգամ օրենքից։ Տեղյակ լինեն, չլինեն, դա արդեն իրենց մեղավորությունն է, եթե տեղյակ չեն, իրենք պետք է իմանան, որ Հայաստանի Հանրապետության հրապարակը գորգը դա ռազմավարական նշանակության օբյեկտ չէ, եւ քաղաքացիները հանգիստ կարող են այնտեղ իրենց խաղաղ բողոքի միջոցառումը իրականացնել։ Պարոն Մարտիրոսյան, Ռոբերտ Մելքոնյանը կոնկրետ մեղադրանք էր առաջադրել ձեզ եւ կոնգրեսին, որ դուք եք կազմակերպում, դուք եք հրահրում եւ նպատակը մեկն է նախընտրական շրջանում։ Ես ունեմ ավելացնելու այս դեպքում, քան այն կադրերը, որոնք շատ խոսուն են եւ այնտեղ հստակ երևում է, թե ոստիկանները ինչպես են սկսում օրինազանցությունը իմ հորդորներին ընդհակառակ, որ ես խնդրում եմ իրենց պահանջում եմ, որ օրենքի շրջանակներում լինեն եւ շատ հստակ երևում է նաեւ ոստիկանորի հայոյանքը նաեւ քաղաքացիների եւ падգամավորների նկատմամբ։ Պարոն Մարտիրոսյան, այս շաբաթ ամբողջ շաբաթվա ընթացքում գրեթե քաղաքական իրադարձությունների կիզակետում ժառանգություններ, արժեվում խորհրդարանական ընտրություններ եւ բոլոր քաղաքական ուժերի մոտ կարծես նախընտրական նկատառումներ է տեսնում։ Ժառանգության մոտ սա սովորական գործելակերպ է, ուղղակի այս անգամ մի քիչ չափը անցան,
թե դուք եք նախընտրական հունի մեջ ընկնում։ Ժառանգության մոտ, չգիտեմ, բարեբախտաբար ասեմ, թե ցավոք որտեղ մեր երկիրը այսպիսին է, դա 2007 թվականից գործելավոճ է եղել եւ դուք ինքներդ բազմաթիվ անգամ տեսել եք։ Ուղղակի այս վերջի պայն, քանի որ ընդհանրապես քաղաքական գործընթացները բավականին ակտիվացել են եւ ժառանգությունն էլ ինչպես միշտ adekvat ընթանում է այդ գործընթացներին, մի փոքր երևի թե ավել լսում եք ժառանգության անունը, բայց նաև կարծում եմ ավել լսում եք, որովհետև ավել մեկնաբանվում է։ Նախկինում շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ ժառանգության գործունեությունը թափես չէր մեկնաբանվում։ Այս պարագայում քաղաքական գործընթացներից ելնելով կամ ինչ հարցերից ելնելով մի փոքր ուշադրություն կա ժառանգության նկատմամբ, բայց առանձնապես այդպես գեր ակտիվացում չի եղել։ Մեր այսպես ամենօրյա աշխատանքը շարունակում ենք անել, որը կատարել ենք մինչև այժմ։ Շնորհակալություն ձեր